Բարև ձեզ։ Երբևէ լսել եք Նայջելի պատմությունը։ Մի աֆրիկյան գորշ թութակ էր, որ խոսում էր անթերի բրիտանական առոգանությամբ։ Ուրեմն նա կորում է, 4 տարի անց են գտնում, բայց արի ու տես, որ էլ անգլերեն չի խոսում։ Անգլերենը մոռացել է, սահուն իսպաներեն, պարզում է նոր տիրոջից էր սովորել։ Թութակներն ու մի քանի էլի թռչուն կա, բայց հիմնականում թութակները միակ կենդանիներն են բացի մեզնից, որ կարող են մարդու պես խոսել, ու երբեմն անհավանական ճշգրտությամբ։ Բայց միշտ էլ հարց է առաջանում, ո՞նց են դա անում, ու ամենակարևորը, արդյոք հասկանում են, թե ինչ են ասում։ Եկեք այսօր փորձենք միասին հասկանալ այս զարմանահրաշ երևույթը։ Կփորձենք խորանալ, թե ինչն է նրանց այդքան տաղանդավոր դարձնում ձայներ նմանակելու մեջ։ Ու հա, կանդրադառնանք նաև այդ հավերժական հարցին. կա արդյոք իմաստ իրենց բառերի հետևում։ Վայրի բնության մեջ թութակների մեծ մասը իրականում շատ սոցիալական են։ Նրանց համար ձայնը, ձայնային հաղորդակցումը կյանքի ու մահվան հարց է։ Զույգ գտնելու, տարածքը պաշտպանելու։ Հա, կամ ուղղակի խմբով թռչելու, տեղաշարժվելու համար իրար ձայն են տալիս։ Ու որոշ տեսակների մոտ էլ երամները անընդհատ բաժանվում են, նորից միանում։ Այսինքն ամեն թութակ պետք է կարողանա լեզու գտնել շատ տարբեր թութակների հետ։ Ու հենց այստեղ է, որ հետարքիր է դառնում։ Օրինակ կան թութակներ, ասենք վանական թութակները։ Հա։ Նրանք ապրում են մեծ, բարդ գաղութներով ու իրարից տարբերվելու համար անհատականացված կանչեր ունեն։ Մեր անունների պես մի բան։ Մինչդեռ օրինակ դեղնավիզ ամազոնյան թութակները ավելի փոքր խմբերով են կերպ ընտրում, ու իրենք հակառակը սովորում ու կիսում են շատ նման կանչեր։ Այսինքն խմբային համախմբվածության համար։ Հենց այդպես։ Ու այս բարդ սոցիալական ձայնային հարմարվողականությունը երևի թե մասամբ բացատրում է ինչու են իրենք այդքան լավ կարողանում տարբեր ձայներ կրկնօրինակել, ներառյալ մարդու ձայնը։ Սոցիալական միջավայրն է ստիպում, որ ձայնային առումով ճկուն լինեն։ Լավ, բայց ֆիզիկապես ո՞նց են կարողանում մարդու բառերը արտաբերել։ Մենք օգտագործում ենք կոկորդը, լեզուն, շուրթերը, բա իրենք։ Դե իրանց մոտ ձայնը սկսվում է սիրինքսից։ Դա շնչափողի հիմքում մի հատուկ օրգան է։ Ի տարբերություն շատ այլ թռչունների, որոնք երկու թրթռացող թաղանթ ունեն սիրինքսում, թութակների մոտ մարդկանց նման հիմնականում մեկն է։ Մեկ հիմնական թրթռացող կառույց։ Իսկ դա ինչ է տալիս։ Դա իրենց ձայնի, բարձրության ու տեմբրի վրա ավելի մեծ կոնտրոլ է տալիս։ Հետաքրքիր է։ Լավ, ձայնը ստեղծվեց սիրինքսում, իսկ հետո բառերի ձևավորումը ո՞նց է լինում։ Այստեղ արդեն գործի են անցնում իրենց աներևակայելի ճկուն ու հզոր լեզուն։ Հա, լեզվով չէ, որ սերմերն ու ընկույզներն են կոտրում։ Հենց այդ լեզուն ու նաև կտուցը։ Թեև կտուցը պինդ է, բայց ծնոտի հոդերը զարմանալի շարժուն են։ Սա էլ թույլ է տալիս իրենց շատ ճշգրիտ կառավարել բերանի բացվածքի լայնությունն ու ձևը, այսինքն մոդուլացնում են սիրինքսից եկող ձայնը։ Ուրեմն ֆիզիկապես լրիվ զինված են։ Ունեն եւ ձայն արտադրող եւ ձևավորող գործիքներ։ Իսկ ուղեղը այդքան բան մշակելու համար ինչ-որ հատուկ բան պետք է լինի, չէ՞։ Անշուշտ։ Թութակների ուղեղում կան հատուկ կենտրոններ, որոնք իրար հետ կապված են, նվիրված են հենց ձայնային ուսուցմանը։ Այսինքն մասնագիտացված։ Այո, դրանք թույլ են տալիս լսել, հիշել, վերլուծել ու հետո վերարտադրել բարդ ձայներ։ Բայց կա մի կարևոր տարբերություն, օրինակ երգող թռչուններից։ Երգող թռչունները ունեն մեկ հիմնական երգային համակարգ, իսկ գրեթե բոլոր թութակները ունեն լրացուցիչ զուգահեռ գործող շղթա։ Ու գիտնականները կարծում են, որ հենց այս լրացուցիչ ուղին է իրենց տալիս այդ արտասովոր ճկունությունը, սովորելու ոչ միայն իրենց նմանների, այլև բոլորովին օտար ձայներ, ինչպես մեր խոսքը։ Ահա թե ինչ։ Այս ամենը միասին ուրեմն բացատրում է, թե ինչու ենք լսում թութակների, որ կարող են շան պես հաչալ, դռան զանգը նմանակել, հեռախոսի ձայնը, երբեմն նույնիսկ հայհոյել կամ փաստերանգիր ասել, նույնիսկ մի պատմություն կա չէ կորած թութակի մասին։ Հա, որ տուն է վերադարձրել անընդհատ իրանուն ու հասցեն կրկնելով։ Սա մեզ բերում է երևի գլխավոր հարցին։ Լավ, կրկնում են, բայց արդյոք հասկանում են, թե ինչ են ասում, թե ուղղակի ձայներ են։ Դե սա արդեն բարդ հարց է։ Շատ դեպքերում, հատկապես գերության մեջ, նմանակումը իրենց համար սոցիալական վարքագիծ է։ Այսինքն ուշադրություն գրավելու միջոց։ Հա, կամ իրենց երամի, այսինքն մարդկային ընտանիքի հետ կապվելու ձև։ Շատ հավանական է, որ շատ թութակներ ուղղակի պարզ ասոցիացիաներ են ստեղծում բառերի հետ։ Օրինակ այն բառերի, որոնք ինչ-որ ուժեղ ռեակցիա են առաջացնում։ Երբ տերը ծիծաղում է կամ զայրանում, ասենք հայհոյանքների դեպքում։
Բայց մյուս կողմից կան դեպքեր, երբ հատուկ վարժեցումից հետո որոշ թութակներ ցույց են տվել, որ կարող են բառերը տեղին օգտագործել, համապատասխան համատեքստում։ Ոնց։ Օրինակ, երեկոյան կարող են ասել բարի գիշեր։ Կամ խնդրել կոնկրետ ուտելիք անունը տալով։ Նույնիսկ կան դեպքեր, երբ հաշվել են առարկաներ, տարբերել գույներ ու ձևեր։ Իսկ Ալեքսը, չեն կարող չհիշել Ալեքսին, հայտնի աֆրիկյան գորշ թութակին։ Այո, Ալեքսը։ Ինքը ու դոկտոր Այրին Փեփերբերգի տասնամյակների հետազոտությունները իսկապես շատ բան փոխեցին մեր պատկերացումներում։ Նա ոչ միայն տասնյակ բառերով կարողանում էր առարկաներ նկարագրել գույնը, ձևը, նյութը, այլև մի անգամ պատմում են, որ հայելու մեջ նայելով հարցրել է. «Ինչ գույնի եմ ես»։ Սա համարվում է առաջին դեպքը, երբ ոչ մարդկային կենդանին էգզիստենցիալ հարց է տվել։ Սա արդեն ուղղակի կրկնօրինակում չէ, սա ակնարկում է շատ ավելի խորը ճանաչողական կարողությունների մասին։ Ուրեմն, այսպես ամփոփենք, պարզվում է թութակների խոսելու կարողությունը բարդ բան է, կախված է իրենց սոցիալական կյանքից, իրենց անատոմիայից, այդ սիրինքսը, լեզուն, ծնոտը։ Հա, ու նաև ուղեղի կառուցվածքից, այդ լրացուցիչ շղթայից։ Ճիշտ է։ Եվ կան փաստեր, որոնք ասում են, որ գոնե որոշ դեպքերում իրենց խոսքը կարող է իմաստալից լինել։ Լավ, բայց այս ամենը մեզ համար ինչ նշանակություն ունի։ Ձեզ համար, մեր լսողների համար։ Դե մի կողմից զուտ հիացմունքն ու հետաքրքրությունը բնականաբար։ Բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ հենց այս տաղանդն ու գրավչությունն են իրենց նաև խոցելի դարձրել։ Այսինքն, որսագողությունը։ Հա, որսագողությունը որպես ընտանի կենդանի վաճառելու համար, եւ նաև իրենց տների անտառների ոչնչացումը։ Սրա պատճառով շատ տեսակների վայրի պոպուլյացիաները ցավոք կտրուկ նվազել են։ Այնպես որ նրանց հասկանալու համար Նրանց իսկապես հասկանալու ու գնահատելու համար մենք պարտավոր ենք նախ պահպանել իրենց, հենց վայրի բնության մեջ։ Շատ կարևոր է։ Եվ վերջում մի հարց, արդեն ձեր մտորումների համար։ Հաշվի առնելով այս ամենը, ինչ քննարկեցինք, իրենց բարդ հաղորդակցումը նմանակելու կարողությունը, Ալեքսի օրինակը, որը մի պատուհան բացեց դեպի իրենց միտքը, ինչպես պետք է փոխվի մեր վերաբերմունքը թութակների նկատմամբ, եւ որպես ընտանի կենդանիների, եւ որպես վայրի բնության մաս։ Ինչ պատասխանատվություն է դնում այս գիտելիքը մեր բոլորի ուսերին։